Բարև Սամվել ջան։ Բարև, ջան, վաղուց չենք հանդիպել։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ։ Այս բանը փորձությունները մեր չի վերջանում։ Հիմա էլ իրար հետ ձենձենի տվեցինք ու հիվանդացանք։ Դե upgrade եղավ մեր մարմինը, հիմա թարմացած COVID-ի նոր վերսիան ստացանք, էլի մեր Չակոբաժինը դոզան։ Ամեն մեկը դրանից ընտրեց իր անունը, դու ընտրիր COVID, ես ընտրեցի Պրաշտ։ Արշիկա։ Այսօր գիտես մի հատ ինչից եմ ուզում խոսամ, այս իմեջի հետևորդների հետ ոնց որ քննարկման էինք դրել իրանց հետաքրող հարցեր ու երկու հատ հարց կա որ կուզեմ իրար հետ բան անենք, մտորենք էլի այդ հարցերի շուրջ։ Ով եմ ես, մեկ էլ կա արդյոք առաքելություն, միսիա առաքելություն։ Արի տնամով ես դու։ Ով եմ ես, հենց էդի ախր առաքելության հարցը իմ համար լրիվ պարզ է, այդ ով եմ ես, այդ հարցի պատասխանը մի քանի օրվա պատասխան է, եթե սկսեմ իսկականից խորանալ, էլի, թե իրականում մենք ով ենք։ Այն որ մենք հոգևոր էություններ ենք, ապրում ենք ֆիզիկական փորձառություն, այդ հարցում համամիտ եմ, դա կա։ Բայց օրինակ ասենց ընդունված տարբերակը, որ ասենք մենք պրոստը հոգի ենք, այս բայդրությամբ, այս փորձառությունը, այս էությունը, որ ապրում է, ես ընդհանուր sense մի հատ ընդհանուր տիեզերք եմ ինձ ընկալում, հա, որը որ իր ֆիզիկական մարմինն է, իր անցած, ասենք այդ ճանապարհն է, հա, իր հիշողություններն է, իր էմոցիաներն է, իր մտքերն է, այդ ամեն ինչի միասնությունը, որ դառնում հենց այն ինչ որ ես եմ։ Հիմա այդ ընդհանուր այդ տիեզերքը պետք է ունենա ոնց որ հայարխիա, հա, sense կարելի է ասել, ասենք, որ հատվածները որին են ենթարկվում։ Վերարքայություն, հա։ Երբ որ արդեն սկսենք այդ վերարքայությունը քննարկել, նոր այդ ժամանակ sense շերտերը կարանք բացենք, գանք հասնենք, որ այս ամեն ինչի մեջ կա մի հատ այն ինչը որ նայում է այս ամեն ինչին, հա, այսինքն ունկնդրում է այս ամեն ինչի գործողությունները, այս զգացմունքները, այս մտքերը, որ գալիս է, ասենք այս, չգիտեմ, ֆիզիկական հաճույքներն ու ցավերը, այդ էությունը, հա, նոր կարելի է վերցնել, առանձնացնել, ասել, որ ես դա եմ։ Բայց այդքան էլ արդար չի, էլի, որ մենակ այդ էության հետ մենք մեզի նույնականացնենք, որտեղ ոնց որ ասացի, քանի ապրում ենք այս ֆիզիկական փորձառությունը, այս ֆիզիկական փորձառության հետ ինչ գալիս է, էլի ես եմ, էլի Սամվել։ Անշուշտ։ Վաղուց չէ նշել իմ շատ սիրելի բառեր, որոնք ասել են արդեն մոտ 650 տարի առաջ մեր հիանալի Գրիգոր Տաթևացին։ Աստված բազմացավ մեր մեջ, որպեսզի իրենով զմայլվի։ Հա։ Հիմա դա հենց իմ որպես զմայլանքի առարկա լինելն է։ Հա։ Ինչի է ինձ կերել, հետաքրքրել այդ խոսքերը։ Ես, դու, մենք բոլորս, հա, նայենք ում մեջ Աստված ապրում է իր փորձը, Արարիչը ապրում է իր ճանաչման փորձը։ Եվ այդ պատճառով մենք ուղղակի մասնիկն ենք Արարիչին։ Այսինքն այն, որ արդեն էզոտերիկ տարածք բերելով, հա, էզոտերիկ գիտելիքների տարածք բերելով, երբ որ ասում է մակրոկոսմ եւ միկրոկոսմ, հա, միկրոկոսմ ասածը հենց այն տիեզերքն է, որի մասին հենց դու ասացիր, հա, այսինքն ընդհանուր տիեզերքի մի հատ փոքր տարբերակը, հա, որը կրկնում է բացարձակապես ճիշտ նույն բաները ունի, հա, գործողություններն է կատարում, ոնց որ մեծ տիեզերքը։ Մեր ամբողջ մարմինը բաղկացած է ԴՆԹ մասնիկներից, չէ՞։ Հիմա տես ամեն ԴՆԹ մասնիկ նույնն է, ոնց որ ընդամենը 4 հատ տարբեր կետերի հանգույցների կրկնողություն են, չէ՞, ԴՆԹ մասնիկները, մեր ամբողջ մարմինը նույն բաղկացուցիչից է բաղկացած, հա, հիմա այդ առումով մենք էլ նույնն ենք մակրոկոսմի հետ, հա, մեծ տիեզերքի հետ։ Մենք նույնն ենք, ոնց որ ինքը ոչ թե կրկնում ենք, այլ նույնն ենք ուղղակի, հա։
Բայց չէ մեզ ինչ որ բան դիտել, որպեսզի կրկնօրինակենք, սովորենք, մենք կարող սա մեր մեջից բացահայտենք։ Այդ ով եմ եսը հենց դա է, էլի որ մեկության շատ կարևոր մասնիկ եմ ես։ Այդ մեկությունը որպես մեծ տիեզերք, հա, եւ ես որպես փոքր միկրո տիեզերք, ուղղակի իր բաղկացուցիչ մասն եմ, այդքան բան։ Հիմա Էլի այդ ով են եսի այդ թեման մի քիչ էլի ոնց որ զարգացնելով, ես սենց եմ տեսնում, հա։ Ես քանի կենթանի եմ, հələ որ այդ ով եմ եսը բացվում է, այն ծաղիկի նման, Իհարկե։ այսինքն այնպես չի որ ով եմ ես եմ։ Կախված թե ինչ տեսակի փորձություններ կընտրեմ հաղթահարել ու ոնց կհաղթահարեմ, հա։ Ըստ այդ փորձություններից էլ ես ինձ այդ ձևով կճանաչեմ, կբացահայտեմ։ Այսինքն այդ ծաղիկը դեռ կբացվի, հա, իր այդ շերտերը կբացվի, ես ասենք այն տիպի հարթություններ կբացահայտեմ իմ մեջ, որ դեռ չեմ բացահայտել։ Ու քանի կենթանի եմ, քանի իմ ժամանակս դեռ պատտվում է, ես շարունակելու եմ դառնամ այն, որ այդ պայն կդառնամ։ Այսինքն sense մի հատ հաճող զարգացող ոնց որ օրգանիզմ լինեմ ես ով եմ։ Իհարկե, բավական։ Երեք ես ուրիշ էություն եմ, այսօր ուրիշ էություն եմ, վաղ ուրիշ էություն եմ լինելու։ Անպայման, առանց դրա անհնար է։ Դու շատ լավ մի հատ միտք տվեցիր, հա, ես հիշեցի ու շատ տեղին է հիմա դա ասել, հա։ Դե մարդիկ այսօր համարյա բոլորն էլ գիտակցում են, հա, որ մենք իրոք այդ մակրոկոսմի մասնիկ ենք, հա։ Բայց շատերը համարում են, որ քանի որ այդպես է, քանի որ ես մասնիկ եմ, ուրեմն ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ օքեյ է, ինչ որ տեղի ունենում շատ հիանալի է ամեն ինչը։ Ես կարամ ուղղակի դիտեմ, վայելեմ այդ ամեն ինչը, դիտորդի դերում։ Բայց եթե մենք մենակ որպես դիտորդ պետք է հանդրեց գայինք, մենք ինչի ենք պետք։ Հա, որպեսզի դիտենք, ինչը դիտենք։ Պետք է ինչ-որ գործողություն տեղի ունենա, որ կարողանաս նաև դիտես, չէ՞։ Այսինքն, եթե ես դիտորդ եմ ու դու չես կատարում գործողություն, մյուսը չի կատարում գործողություն, բանը դիտելու բան չունեմ ես։ Ունենն էլ դու, հա, եթե ես ոչինչ չանեմ, հա, իմ դերում, հա, դու դիտելու բան չես ունենա, էլի։ Դրա համար այդ պահը, որ եթե մենք այս ամբողջի մասնիկն ենք, ուրեմն ամեն ինչ լավ է եւ կարանք հանգիստ ապրենք, այդպես չի, այ իրականությունը հենց այնա որ այդ քո կարծիքը է։ Նո մեր տեսանկյունից նայելով վարդ կարելի ասել, կարող ասել, հա, քո ծաղիկին, հա, մեր հայկական տարածքում հենց վարդն է, այդ վարդի թերթիկները որ բացվում է, մեր կյանքն է դա իրոք, ամեն թերթիկը մի հատ հերթական փորձ է, մի հատ հերթական օր է, մի հատ հերթական ժամանակաշրջան է եւ այլն, առանց դրա տիեզերքը, թե միկրո տիեզերքը, թե մակրո տիեզերքը զարգանալի վիճակի չեն լինի։ Այդ որ ասում էիր, իսկ եթե դու ինչ-որ քայլեր չանես, իմ համար զմայվելու բան չի լինի, կարանք հասկանանք, որ արդեն գալիս ենք առաքելության թեմային, այսինքն եթե դու չվերցնես քո առաքելությունը, հա, այսինքն եթե դու ուղղակի, լավ, արի մի քիչ բան անենք։ Առաքելության հետ կապված ես իմ կարծիքը արտահայտեմ, հա, ինձ թվում է բոլոր մարդիկ ունեն առաքելություն։ Կարամ ասեմ անգամ դրանում վստահ եմ, այս կյանք գալուց առաջ, բայց ոչ բոլորին է բախտ վիճակվում իրանց առաքելությանը հասնել։ Առաքելություն եկեք մի հատ ավելի ճիշտ հասկանանք, հա, կան пассив առաքելություններ, ոնց որ կա պոտենցիալ առաքելություն, էլի։ Կոնկրետ այդ պոտենցիալ առաքելության մասին եմ խոսում, այն ինչի որ կյանքի իմաստ բան, հա, այդ տիպի առաքելության մասին եմ խոսում։ Ես օրինակ երկար տարիներ առանց այդ առաքելության եմ ապրել, դրա համար դատարկություններ իմ կյանքում ու դիտես սամ որ մտածում եմ ես այս առաքելության թեմայով, sense ինչ-որ բան էր, էլի, sense նախանց չէ, բայց ասենք sense բան կար, էլի, իմ մեջ այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ գտել իրենց առաքելություն, sense հիանում է, էլի, այդ մարդկանցով են, որ իրանք Աստծո կողմից սիրված էություններ են, ովքեր որ իրանց առաքելությունը վաղ տարիքում կարողացել են գտնել ու իրանց կյանքը կառուցել ըստ այդ իրանց այդ առաքելության կողքը։ Ես գիտեի, ես վստահ եմ, որ ես իմ կյանքը չեմ կառուցել իմ առաքելության կողքը, որովհետև դատարկություն կար մեջս։ Աստված ինձ այնքան սիրեց, որ այտենց իմ կյանքն ինձ դասավորեց, որ ես հիմա արդեն վստահ եմ, որ գտել եմ իմ առաքելությունը ու զբաղվում եմ դրանով։
Արդյոք բոլորին ա դա բախտ վիճակվում թե չէ, ասենց կողքից որ նայում եմ, ինձ թվում է ոչ սա։ Մի քիչ տխուր է այդ պատասխանը տենց տալ, բայց ինձ թվում է ոչ։ Մի հատ sense բան կա, արտահայտություն կա այն Մարտին Լյութեր Քինգի խոսքերից է, բայց կարծեմ դաժե դրանից առաջ Նիչեն էլ է այդ խոսքը ասել, որ մարդկանց 80%-ը մահանում է մինչև 25 տարեկան, բայց թաղվում է 80-ում։ Այդ մարդիկ, ովքեր որ այդ 25-ում մահանում են, դրանք այդ մարդիկ են, ովքեր որ տենց իրենց առաքելությանը չեն հասնում, էլի։ Ինչ ես կարծում։ Հա, 100% տենց է։ Գիտես, ուզում ես ես էլ արի իմ բառերով ասել, ես լրիվ նույնն եմ ասելու, ոնց որ դու, հա, Նիչեն։ Դες երբ որ ես սկսեցի մտա այս տարածք, հա, 2000 մոտավորապես 2000 թվականի կողմերը, հա, ու երբ որ գրեցի այդ մատյան երանության նախագիրքը, ես այնտեղ այդ միտքը այն ժամանակ եկավ, հա, ես ասացի, որ մենք բոլորս ասենք կատարում ենք ինչ-որ գործողություն, հա, այդ գրել ենք մեր կյանքի սցենարը, ու եկել ենք ապրում ենք այդ սցենարը։ Բայց եթե հանկարծ այդ քո սցենարի ճանապարհին մի հատ ինչ-որ միտք դու ղացար, որը տիեզերքը կարևորեց ոչ թե մենակ քո ճանապարհի, այլ նաև ուրիշների ճանապարհի համար, այդ ժամանակ տիեզերքը sense ոնց որ սկսում է քեզ աչու ձախից sense միշտ բան անել, պահպանել, որպեսզի դու կարողանաս այդ ճանապարհից չշեղվես։ Դա հաստատ։ Հա, որպեսզի կարողանաս գնաս այդ ճանապարհով, որտեղ այն ինչ դու մտահղացել ես, կարևոր է ոչ թե մենակ քո, այլ նաև ուրիշների համար։ Այդ ժամանակ արդեն քո կյանքի սցենարը դառնում է նաև առաքելություն։ Ինձ թվում է դա է իրական առաքելության հարցը, եւ ինչ խոսք, որ դրա համար տիեզերքը հավանաբար ընտրում է ավելի կոփված էություններ, հա, որ ոչ բոլորն է, որ կարա իր վրա կրի, ասենք, ոչ թե մենակ իր համար, այլ նաև ուրիշների համար ինչ-որ ճանապարհը հարթելու դժվարությունը, հա, ծանրությունը եւ այլն, պատասխանատվությունը եւ այլն։ Դրա համար, երբ որ արդեն դու տեսնում ես, որ այդպես ինչ-որ բան ուրիշ ձևի սկսես տեղ ունենալ, այդ նշանակում է, որ քո առաքելությունը սկսվել է, հիմա քո վրա նշանավորնել տիեզերքը։ Հա, քեզանով ինքը ինչ-որ գործ ունի անում։ Այստեղ արդեն կարևոր է հասկանալ, թե ո՞րն է այդ գործը։ Հա, ու երբ որ դու հասկացար ժամանակին, այո, էս է հենց այդ գործը, որը հենց դառավ իմ առաքելությունը, արդեն ամեն ինչ հիանալի է։ Լրիվ հետո համաձայն եմ, միակ բանը, որ մի քիչ երևի իրար հետ մի քիչ տարբեր ենք նայում, այդ ճակատագրի հետ կապված մոտ բանն է, ես շատ եմ արտահայտվել այս թեմայով, որ ես չեմ կարծում, որ մի հատ sense մի ուղանի, մի գծանի ճակատագիր կա, այս ճակատագիրը sense եթեներով ու ապաներով հակառակում ես թռնես A-ից B, B-ից C ու տենց հարյուրավոր, ու դրա համար այդ առաքելություն ունենալ կամ չունենալը լրիվ տեղավորվում է կոնտրաստ ճակատագրի մեջ, էլի իմ համար, այսինքն կարաս քեզ տաս ալարկոտության, դառնաս զո, չվերցնես պատասխանատվություն քո վրա, հա, դու դառնաս զոհ, դու չես քո որոշումներ կայացնող այդ էությունը, ու դու մատ ասենք այն կողքի են չստացված ճակատագրերից այդ մեկը կոնտրած վերցնես ու դա էլ ապրես ու այդ 80%-ի մեջ մտնես, որ մինչև 25 տարեկանը արդեն բան անում, հրաժարվում է իր երազանքներից, հա, ու sense ավտոպիլոտի մեջ ապրես, մանաս գնաս, դա կոնտրած ճակատագրի սցենարներից մեկն է։ Իսկ մյուսը, ասենք, կարա լինի հենց այդ, որ դու տարար այդ աշխատանքը քո վրա, այդ զոհի կարգավիճակից դուրս եկար, դառար այդ պատասխանատու էությունը, ինչով է կայանում պատասխանատու էությունը, կամ անգամ լավ ճիշտ քրիստոնյա ասածը որն է, հա, որ մարդիկ sense խաչակնքվում են առանց հասկանալու թե ինչի նկատում են խաչակնքվելով։ Խաչակնքվելով դու հաղորդում ես տիեզերքին, որ դու պատրաստ ես կրես քո խաչը, չէ՞։ Այսինքն դու դառնում ես, դու առաջարկում ես քեզ դառնալ այն պատասխանատու էությունը, որ պատրաստ է կրի իր խաչը, կողքիններին, ասենք, պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Երբ որ արդեն դառնում ես այդ էությունը, որ այդ զոհի կարգավիճակից դուրս եկար ու դառնում ես արդեն այդ պատասխանատու անձնավորությունը ու սկսում ես քո խաչը կրել, այդ վաղտ արդեն գալիս է այդ քո ասած տիեզերքը քեզ նկատում է, Աստված տիեզերքը, չգիտեմ, ինչ բառով ուզում եք ասենք, ու ասում է, այստեղ են արդեն պատրաստ է իր առաքելությունը, ու այդ առաքելությունը արդեն ուղարկվում է քո ուղղությամբ։
նո մենք նույն բանը Նույն բանն ենք խոսում, իհարկե։ նույն բան իհարկե Ու այդ ժամանակ ես քո հետ լրիվ համաձայն եմ, որ արդեն ոնց որ sense բրոնի ժիլետը հագցնում քեզ, հա, sense ասենք։ Ահա Ոչ մի ինչ-որ փորձանքներ, չգիտեմ, sense ամեն կողմից ոնց որ արդեն դու պահված ես հրեշտակների կողմից, որովհետև դու առաքելություն կրող էություն ես։ Դու մենակ քո համար չես ապրում, էլի դու մենակ քո համար պատասխանատու չես, հա, արդեն Սամվել։ հետո գիտես ինչ կան ջան էլի այս ժամանակաշրջանը մեր այնքան հետաքրքիր ժամանակաշրջան է ախր այս ամեն ինչը որ տեղի է ունենում մեր վիբրացիաները ակտիվանում են, հա, մենք սկսում ենք մի քիչ այլ մակարդակների վրա զգալ մեր կյանքը, հա, ու ավելի զգայուն ենք հենց այդ զգացումների հանդեպ, որ այո, պաշտպանված ենք ինչ-որ տեղից, հա, այո, կարևորված ենք ինչ-որ բանի համար, հա, ուրեմն այո, կա առաքելություն եւ ուրեմն ես պատասխանատու եմ կրել իմ առաքելությունը, հա, դա համ ուրախացնում է, համ պարտադրում է, հա, համ ուրախացնում է, համ պարտադրում է, կարծում եմ դա մանավանդ մեր ժողովրդի մեջ շատ պակասում է, որովհետև այսօր մենք այն վիճակում ենք, որ մեզ անհրաժեշտ են որպեսզի ծնվեն նվիրյալներ, հա, որպեսզի ծնվեն նվիրյալներ, պետք է մարդը հասկանա իր առաքելությունը, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա այդ առաքելությունը կրելու համար, հա, այդ ժամանակ ինքը կնվիրվի, ասենք իր ժողովրդին, իր պետությանը, իր ազգին եւ ընտանիքին, ինչին ասես, հա, ինչին ասես։ Կարծում եմ սա հենց դիեզերքի օգնությունն է մեզ, որպեսզի մենք կարողանանք զգալ այդ ամեն ինչը։ Որ ասել է, եկեք գիտես, սա անգամ որտեղ խորանանք Սամվել ջան, որ երբ որ դու արդեն վերցնում ես այդ առաքելությունը, դառնում ես առաքելության մարդ, արդեն առանց քո կամքի սկսում ես անգամ ֆիզիկական փոփոխությունների ենթարկվել։ Սրա մասին հենց երեք ենք զրուցում, ասենք ես բողոքում էի Սամվելին, որ ունենք ես չեմ կարողանում ալկոհոլ օգտագործեմ։ Երբեք այդ ալկոհոլ օգտագործելը հենց ես ինչ խնդիր չի եղել իմ մոտ, միշտ առիթ եղել, բայց ես ուզում եմ առիթից առիթ օգտագործեմ, բայց էլ չեմ կարողանում։ Որտեղ ոնց որ արդեն քո այդ ժամանակը, եթե պետք է հիմա ես օգտագործեմ, վաղը չգիտեմ, այդ բախմելի մեջ լինեմ, հա, մինչև ոտի կանգնեմ, էլի, այսինքն ժամանակ կորցրեցի։ Մինչև հետո միտքս էլի հետ բերեմ, կենտրոնացնեմ, ֆոկուսի բերեմ։ Արդեն էլ այդ քո այդ ժամանակը մենակ քոնը չի, հա։ Դու արդեն առաքելության մարդ ես, հա, այսինքն ուզում եմ հասկանալ, այն մարդիկ, ովքեր որ ուզում այդ առաքելության տակ մտնի, պետք է պատրաստ լինեք, որ sense բանել է լինելու, էլի ձեր հետ։ Իմ մոտ գիտես այդ process-ը ոնց է լինում, ես իրեն կատաղում եմ, էլի այդ բանից։ Ուրեմն առանց էլ համարյա բան չէի խմում, հա։ Վերջինը որ խմում էի, բան կա, Մարտինի Անդրոսի ֆիրմայի Մարտինի Բիանկո վերմուտ կա, հա, այդ էի սիրում էի, ասենք իրիկունները մի բաժակ լցնել, սառուցով բան ու խմել։ Ուրեմն այդ վերջի ժամանակները առնում էի շիշը, տանը գիտեմ, շիշը կա, հոգնած, ասում եմ, լավ, մի ժամ էլ աշխատեմ, 2 ժամ էլ աշխատեմ, հետո գնամ տուն, հաց կուտեմ, հետո կլեսնեմ մի հատ Մարտինի, իմ համար կնստեմ բանը, մի բան ֆիլմ կնայեմ, բան կանեմ։ Ոբշեմ, տես, մեկ էլ հաջորդ օրը հիշում էի, լսի, ախր այն Մարտինին մնաց, տենց էլ չխմեցի, չսարքեցի, լավ, այսօր կանեմ, հետո լավ, մի 2 ամիս հետո տեսնում էի այդ բանը շիշը չբացած դեր սառնարանում դրածա ու կատաղում էի դրանից, էլի ոնց է հնարավոր այսքան վաղ տանցավ ու տենց վերացավ խմել այն մոտ էլ տենց։ Ես ուղղակի չեմ կարողանում էլ օգտագործեմ մի շիշ ասենք գարեջրից մի անգամից sense մոտս խառնում է։ Այդ ասած այդպես այդ խմիչքի այդ տենց ամիսներով պայելու հետ կապված, օրինակ ես հիմա Netflix-ում մտնում եմ ֆիլմեր ունեմ, որ ուզացել եմ նայեմ, ուղղակի չեմ կարող ինձ համոզեմ նայեմ։ Ոնց որ ափսոս եմ այդ ժամանակը, որ նստեմ այդ ֆիլմերը նայեմ։ Սկսել եմ մի քանի րոպե նայել եմ, այտենց մնացել են տասնյակ ֆիլմեր, էլի։ Եթե ուզում եք դառնալ այդ առաքելության մարդիկ, պատրաստ եղեք, որ ձեր հին սովորությունից ահագին սովորությունները պետք է բաց թողեք, որտեղ պետք է կամա թե ակամա պետք է բաց թողեք, էլի, ավելի պետք է ճիշտ ձևով ապրեք, էլի, ավելի productive։ Ես դաժե չի ուզել ասել ճիշտ, որտեվ դիտեսակ ну, в принципе, սխալ չկա երևի, էլի, այն վերջին հաշվով, հա,
ճիշտ չի ուզի ասել, ուղղակի երբ որ անցնում ես երկրորդ դասարան, առաջի դասագրքերը պետք է գցես մի կողմ, էլի, քեզ պետք չեն արդեն, էլի։ Իրանք երբեք չես օգտագործելու։ Հիմա նստես, ասենք, ասենք 10 տարեկանում կարող ես այն սոսկեն, որ ծծել ես մի ամսեկանում, բանի պետք չի, էլի, հա։ Հիմա ու երբ որ դեզերքը մտնում է քո կյանք, այնքան դու զգում ես այդ հաճույքը, որ ինքը քեզ նվիրում է, էլի, հա, այդ նոր կյանքով, նոր գործիքներով բանով, էլի, որ արդեն այնքան բաներ դադարում են ուղղակի հետաքրքրել քեզ։ Այս բնականորեն դուրս է գալիս կյանքից է։ Կարևորը ուղղակի ուշադիր լինելն է ու չհակադարձել դրան, որտեղ եթե սկսել է դեզերքը քո հետ աշխատել, դու տարբերակ չունես արդեն։ Վերջը պետք է գաս այդտեղ, էլի։ Համաձայն եմ։ Հուսով եմ պատասխանեցինք այդ երկու հարցերին էլ, հարցը տվողը շատ հետաքրքիր մտ աղջիկ էր, իր ձևակերպած բոլոր հարցերն էլ իմ դուրս շատ եկավ, եւս մի հատ հարց կարծեմ կար, երևի դա էլ անդրադառնանք, թե ինչի մի մարդկանց մոտ ամեն ինչ ստացվում է, մյուսների մոտ չի ստացվում, ասենք ինչն է պատճառը, ինչ ես կարծում։ Ну, իմ համոզմունքով դա սրտապած լինելը, ազնիվ լինելը ինքդ քո գաղափարի վրա։ Եթե մենք երկուսս մի բան ենք մտածել, հա, դու սրտապած, ասենք, անում ես, ամեն ինչ անում ես, որպեսզի այդ իդեան ստանաս, իսկ ես նայում եմ, թե դու ոնց ես անում, ու որպեսզի ես նենց անում, քեզնից լավ անեմ, իմ մոտ բան չի ստացվելու։ Որտեվ դու ես իդեա հաղում տիեզերք, հա, տիեզերքի օրենքը որն է։ Նմանը ձգում է նմանին, չէ՞։ Ինչ գաղափարներ հղեցիր տիեզերք, համապատասխան ստանում ես։ Իսկ եթե ես նստեմ նախանձեմ քեզ, ուրեմն համապատասխան կստանա։ Համապատասխան կստանաս, հա։ Դա է խնդիրը։ Մենք կարանք նույն փողոցի վրա ասենք երկու հատ խանութ բացենք նույն ապրանքների, մեկս բարգավաճի, մյուսը սցենան կանա։ Հենց այդ պատճառով։ Ինձ թվում է մի քիչ ավելի բան է, կոմպլեքս ու ավելի մի քիչ բարդ է այդ հարցի պատասխանը կասել կամ բարձ։ Ես ընդհանուր բան։ Հա, դու մի քիչ ընդհանուր տվեցիր։ Ես անցած վիդեոյի մեջ խոսացի շատ, մենակ նկարեցի, չգիտեմ նայելս թե չէ, մանիֆեստացիայի մասին։ Չեմ հասցրել դե։ Հա։ Դրա մասին ես իմ կարծիքը մանրամասը բացատրում եմ, թե ոնց որ մենք համոզելով ենք բերում այդ ամեն ինչը մեր դաշտ, համ էլ մեր վախերով ենք, կասկածներով ենք նպաստում, որ այն ինչ որ ուզում ենք չգա մեր դաշտ։ Այսինքն պետքա մարդը ինչքան կարա բան լինի, էլի, այդ միտքը ունենա, ցանկության վերացի, ինչ որ գործողություն ու բաց թողի, չսկսի խանգարել, նախ չնստի ժամանայի երբ հա գալի, այսինքն թե դու նստած սպասում ես այդ քո ուզածը երբ հա լինելու, նշանակում դու չես հավատում, որ դա լինելու է։ Այնքան sense տարբեր sense նուրբ ձևերով կարաք դուք ձեր քայլերով, էմոցիոնալ, հա, քայլերով խանգարեք, որպեսզի ձեր ուզածները չլինի, էլի։ Իսկ մեկը որ ասում ոչ կերք ունի, ոչ մեղք, չէ, որտեվ այս հարցի տալու իմաստը ինձ թվում է հենց այդ է, էլի, որ ոչ այդքան շատ փոշ տված էությունների մոտ ոնց է լինում, որ շատ բան է գալիս, այն մեկը որ այդքան շատ սովորել է, չգիտեմ, կրթություն ունի, աշխատասիրություն ունի, ավելի չի կարողանում այդ ամեն ինչին հասնի։ Մի քիչ ուրեմն շատ եք բարդացնում ձեր կյանքը։ Կյանքը մի քիչ այդքան բան չի, էլի։ Այս նույնը ծաղիկի հետ կապված ինչքան sense բացում եք կյանքը, ոնց որ մենք, այդքան շերտեր ունի։ Կարաք հա այդ շերտերը բացեք, խորանակ մեջը, այն ոնց որ պատկերացրեք, այդտեղ բան է, կեղտոտ է, հա։ Sense կարաք sense վերցնեք, sense խոնավ շորով մաքրեք այդ կեղտը ու վերջ, արդեն էլ կեղտոտ չի, անցնեք առաջ։ Կամ էլ կարաք sense վերցնեք այն խոշորացույցը դնեք, չէ, մտնեք այդ կեղտերի մեջ, հետո այդ կեղտից մի հատ ուրիշ ասենք տարածք բացեք, էլի կեղտ ու տենց խճճվեք արդեն այն տարածքում, որտեղ որ դուք մտել եք, էլի։ Այդ ինչից էր որ այդ կեղտը ստեղծվել։ Ապրես, հա, փոխանակ sense մի հատ մաքրեք ու անցնեք առաջ, ասենք կարաք խորանակ ու կորեք, էլի արդեն այդ տարածքում, որտեղ որ խորացել եք։ Հետո вообще առաջարկում եմ այդ հավերժական բանը անլուծելի հանելուկը իբր թե լուծել սկզբից հավնա թե ձուն, հա։ Այս տարբերակով այդ հանելուկը կարելի է լուծել, հա, որ սկզբից հավը։ Ինչու սկզբից հավը, որովհետև սկզբից ինչ, հետո ինչպես, հա։
սկզբից գաղափարը, իդեան, սկզբից իդեան դուր ու բաց թող ինքը աշխատի։ Իսկ թե ինչպես հետո կմտածենք։ Համաձայն եմ։ Հուսով եմ սպառիչ էր մեր պատասխանները այս հարցերին։ Շնորհակալ եմ։ Ես էլ շատ հաճելի էր։